Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Գերագույն խորհրդի падգամավոր հասարակական գործիչ Ազատ Արշակյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Ուրախ եմ ողջունել ձեզ Նանտապանում եւ շնորհակալ եմ, որ եկել եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախընտրական մրցարշավը Հայաստանում կարծես սկսվել է, մենք արդեն ամեն օր լսում ենք դրան միտված ելույթներ, հայտարարություններ, մասնակիցները կամաց-կամաց, կարծես թե գրանցվում են հասարակական մատյան, եթե այդպես ասենք, հասարակական ինֆորմացիոն մատյանում, դե Քոչարյանը ասուլիս տվեց եւ հայտարարեց, որ մտնում է ուրեմն մրցապայքարի մեջ, Թաթոյանի մասին իմացանք, եւս մեկ ելույթով իր ծրագիրը ասեմ կամ իր մտահղացումները ասեմ։ Այդ մի կողմ ենք դնում եւ ձեզ եմ ուղղում իմ հարցս։ Եթե ձեզ խնդրեմ, այսպես համապատրաստից մի այդպիսի ելույթ էլ դուք ներկայացնեք հանրությանը, որովհետև ինչ է այդ ելույթները։ Այդ ելույթները ոչ թե ծրագիր են, այլ թե ինչպիսին իրենք կուզեին տեսնել Հայաստանը։ Իհարկե Քոչարյանի դեպքում հայտնի է, Թաթոյանն էլ ներկայացրեց, մյուսներն էլ գիտենք, ազգային ժողովրդական բևեռն է ժամանակ առ ժամանակ ասում, բայց ի վերջո հասարակությունը պետք է ինչ-որ, հիմա ձեզ եմ հարցնում, ինչի և ինչի միջև ընտրություն կատարի, հասարակությունը պետք է ընտրություն կատարի, ինչի և ինչի միջև, գեղեցիկ խոսքերի, գեղեցիկ, այսպես մեզ մոտ արդեն մեզանում հաճախ ասում են բաժակաճառերի միջև, թե պետք է ինչ-որ ավելի շոշափելի մի բան ներկայացնել հանրությանը և ներկայանալ հանրությանը մի քիչ ավելի լուրջ և ծանրակշիռ ծրագրով երևի տենց կասեմ, համեցեք։ Շնորհակալ եմ առաջի հարցի այդ բովանդակության, այդպիսի հարց ես պետք է երևի դες նախորոք խնդրած լինեի, որ ինձ այդպիսի հարց տակ, պետք է պայմանավորված լինեի, բայց… Ես արդեն որորդ անգամն է, իմ հարցս ձեզ… Իմ սրտով է։ Ես գիտեմ ում ինչ եմ հարցնում, պարոն Արշակյան։ Շնորհակալ եմ։ Ես մի փոքր տեղաշարժ կանեի, տեղափոխություն կանեի ձեր հարցի մեջ, կասեի, որ ոչ թե հասարակությունը պետք է հիմա կողմնորոշվի։ Մոտավորապես այդ։ Հասարակությունը 8 ամիս հետո պետք է կողմնորոշվի։ Հասարակությունը, այսինքն Հայաստանի քաղաքացիները արդեն կողմնորոշված են։ Եվ հիմա մենք ճառս այդպես եմ ես սկսում։ Ես էլ չեմ խանգարի, կներեք։ Չէ, շատ կառուցողական է, մեր զրույցը հետաքրքիր է ստացում։ Ինձ համենայն դեպս ես միշտ սիրով եմ գալիս ձեր հրավերները ինձ համար, այո։ Պսիխոթերապիա եմ անցնում այստեղ։ Հաճախոսություններով սկսեցինք։ Ուրեմն պատկերացրեք ճիշտը բացարձակ ձևով ճիշտը նա է, որ քաղաքական այսպես ասենք վերնախավ բառը օգտագործեմ ճակերտների մեջ եմ ասում։ Այդ գեղեցիկ էլիտա բառն է։ Այո, այդ էլիտա բառը ինքը պետք է օրակարգ մշակի, օրակարգ առաջարկի հասարակությանը։ Հասարակությունը այստեղ մի քիչ ավելի հանդարտ վիճակում, դասական իմաստով պետք է հասարակությունը հանդարտ լինի, սպասի, որպեսզի իրեն առաջարկեն ծրագրեր, բայց մեր դեպքում մեր հասարակությունը շատ ավելի առաջադեմ է, աշխուժ է, ակտիվ է և գործունյա, քան թե վերնախավ է քաղաքականը, որովհետև արդեն 60,000 ստորագրություն է հավաքվել, հասարակությունը, հասարակական ուժերը այն 3 կուսակցությունների հետ միասին հավաքել են արդեն ստորագրություն, պարտադրում են քաղաքական վերնախավին օրակարգ։ Տեսեք, ես գտնում եմ, որ հակառակը պետք է լինի, վերնախավը ընտրանին, պասյոնար ուժերը պետք է իրենք առաջարկեն հասարակությանը օրակարգ, մեր մոտ հակառակն է ստացվել, որը ինձ լավատես է դարձնում և ինչ-որ իմաստով պարտանում մեծամտած երևում չէ։ Այսինքն դուք ուզում եք ասեք հասարակությունը արդեն ասել է ինչ է սպասում, ինչ է պարտադրում, ինչ է ուզում որ լինի։ Այո, հիմա
Այդ արտակի, բայց դա անպայման նշենք, որ դա արտակին քաղաքականության ոլորտին ուղղությանն է վերաբերում, ճիշտ է ձեր ասած։ Այդպես էինք կարծում, ասում էինք քաղաքական վեկտորը արտակին, բայց դա արտակին չէ։ Դրանով պայմանավորված են։ Այո, դա գլխավոր բանաձևն է, այդ կոպիտ ասեմ, շրջանակն է, կաղապարն է, կաղապարը արդեն կա։ Հայկական ավանդական արժեքներին հավատարմություն։ Ես այդպես եմ ասում, հավատարմության հանրաքվե անցկացվեց, այդպես կա։ Մենք հավատարիմ ենք, մենք ինքներս մեզ ժառանգությանը, թե չէ։ Այ ես եթե մի նախադասություն եմ, հավատարիմ ժառանգությանը, այ իմ երազած Հայաստան այդպիսին է, մենք լինենք մերոնց հավատարիմ, մենք ինքներս մեզ լինենք հավատարիմ։ Հիմա պարտադրանքը կա, նույնիսկ դարձել է օրենք։ Օրենք է դարձել, Հայաստանը գնում է դեպի Եվրոմիություն, պայմանական ենք մենք ասում Եվրոմիություն, որովհետև նույնիսկ երկրի ընտրված ղեկավարությունը ասում է, որ կարևոր չի, որ այդ մատյանում Եվրոմիության ներկա բացակայի մատյանում մեզ գրանցեն, կարևոր է, որ մենք ապրենք այդ արժեքային համակարգով։ Պատկերացնում եք, հետաքրքիր, ինքը մի քիչ ուրիշ ձևի ասեց, չէ, ասեց, որ կստացվի, չստացվի, մենք կհասնենք մեր ուզած կենսա, չգիտեմ ինչա ձևին։ Բարեփոխումները ի նպաստ կլինեն Հայաստանի, ազատությունները կմնան մեզ, ինչ որ մենք արեցին, գոնեք դա կմնա մեզ։ Հա, տեսեք, ազատությունները, ժողովրդավարությունը, հայրենասիրությունը, չէ, մարդասիրությունը, դրանք բոլորը արժեքներ են, որոնք նպատակ են հիմա։ Մենք կհասնենք այդ նպատակին, հիմա մեզ կգրանցեն այնտեղ։ Իմիջիալոց անունները նենց է, որ վերևում պետք է գրանցեն, չէ, Արմենիա, Արմենիա բառը, չէ, իրենց մոտ Արմենիա է, մեր մոտ Հայաստան է, նրանց մոտ Արմենիա է, ուրեմն ուզում եմ ասել, որ օրակարգը կա, պարտադրված հասարակական վերնախավին պարտադրված օրակարգ կա, և ես ուզում եմ, որ այս բևեռացման մեջ և հետաքրքիր է, որ անմիջապես տեղի ունեցավ լյուստրացիա։ Գիտեք, մենք գիտենք, հիմա մենք որ ասում ենք, սկսվեց նախընտրական մրցարշավը, նախընտրական չէ, հավակնորդների, դեռևս հավակնորդներ են, սրանք դեռ պետք է իրար մեջ էլ դեռ պետք է ինչ-որ խմբավորումների բաժանվեն ու միանան, ուրեմն հենց հաջորդ օրը, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սրանից քանի տարի առաջ հայտարարեց, որ ովքեր են հաղթել, ովքեր են պարտվել, ով քանի տոկոս ձայն է հավաքվել, այդ հայտարարությունից հետո սկսվում է իրականում նոր ընտրարշավը, որտեղ եղել է բոլոր քաղաքական ուժերն էլ դրսևորել են իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական կուրսի նկատմամբ։ Հիմա ես համարում եմ, որ ընտրությունների նախընտրական այդ արշավի ժամանակ և ընտրությունների ժամանակ այ ոնց որ հավաքեցին 60,000 ստորագրություն, ուրեմն 600,000 ստորագրություն էլ կդնեն իրենց, մեր հասարակության մասին է խոսքը, մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կպարտադրեն իշխանությանը, նոր ձևավորվող իշխանությանը, հավատարիմ մնալ մեր քաղաքացիների ծրագրերին։ Պարոն Աշակյան, որ քաղաքական ուժը կներկայացնի ըստ ձեզ այդպիսի իր ծրագրում կներառի այդպիսի ձևակերպում, որ դուք ասում եք 600,000-ն էլ կտան իրեն ձայն, օրինակ։ Որ քաղաքական ուժը իր ծրագրում կներառի այդ ձեր ասած ընտրություններին գնացող քաղաքական ուժերի մասին։ Արդեն որոշ բան կա, նոր ծրագրին, նոր Հայաստանին, ես հիմա որ ասում են նորաձև բառը օգտագործեմ 4-րդ հանրապետություն,
կձևավորվի 4-րդ հանրապետություն, թե չէ։ Ինչով է պայմանավորված 3-ից 4-րդի անցումը։ Փաշինյանը իր տեսակետը ներկայացրել է, եթե ժամանակ լինի կքննարկենք, բայց դուք եւս համարում եք, որ կա այսպիսի հասկացողություն 3-րդ հանրապետություն, իր չգիտեմ ինչով, դուք կասեք ինչով, այսպես ասած, ինչով է տարբերվում 3-ը 4-ից եւ կլինի 4-րդ, որը կտարբերվի 3-ից, եթե պետք է լինի 4-րդ, ուրեմն ինչ-որ տարբերություն պետք է լինի։ Որն է այդ տարբերությունը, եթե դուք եք Տարբերությունը 3-րդ հանրապետությունը ունի իր անձնագիրը։ SNG մենք 2-րդ հանրապետությունը SSR-ից հանրաքվեի միջոցով Հայաստանի քաղաքացիները, բազմազգ Հայաստանի քաղաքացիները 99% քվեարկության ժամանակ 99%-ի ձայներով Հայաստանը հռչակվեց անկախ դուրս սովետական միությունից ժողովրդավարական երկիր ստեղծել։ Բայց այդ դուրս գալը տևեց SSR, Եվրասիական միություն, Մաքսային միություն, ODKB, այսինքն մասնակիորեն անկախ էր Հայաստանը, կապված էր, կախված էր, շղթայված էր SSR-ին, SSR-ը ռուսական իմպերիայի մականուններից մեկն է, հիմա 4-րդը պետք է լինի այն նոր պատվերը, որ ստացանք մենք մի տարի առաջ և Եվրոմիության հետ լինել, այսինքն հիմա այնպես չի, որ մենք մի կրակից դուրս են գալի ջուրն են կնգնում։ Այսինքն 3-ը չի կարող լինել։ Այսինքն 3-րդը արդեն սպառվել է օբյեկտիվորեն։ 4-րդը իրավահաջորդ է լինելու 4-րդը պայմանական է։ Ձեր ասած 4-րդը, ձեր ընկալմամբ։ Իրավահաջորդն է լինելու։ Պետք է հայտարարի, որ իրավահաջորդն է։ Իհարկե իրավահաջորդն է։ Ճիշտ այնպես ինչպես Երևանսկայա օբլաստը դարձավ սովետական Հայաստան, Սովետական Հայաստանը դարձավ Հայաստանի Հանրապետություն, իսկ հիմա այս Հայաստանի Հանրապետությունը SNG-ում Եվրասիական միությունում, Մաքսային միությունում, ODKB-ում երևի էլի բաներ կան։ Այդտեղից հիմա դուրս ենք գալիս, մենք Հայաստանը հռչակում ենք անկախ։ Մեր կամքով, արդեն մեր կամքով, մենք կարող ենք, ես կարծում եմ, որ տնօրինել մեր կյանքը։ Այդ 4-րդ հանրապետությունը անկախության հանրապետությունն է։ Դուրս են գալու մենք։ Լավ, անկախությունը լավ է, որ հռչակում ենք, բայց հռչակելով չէ, ճիշտ է, պետք է պահպանել, ինչ որ պետք է հենարան ունենա այդ անկախությունը, հիմք ունենա, չէ, որպեսզի ներողություն փոսը չընկնի էլի նորից հռչակած, անկախություն հռչակած պետությունը չլինի կիսանկախ, հետո էլ ընդհանրապես անկախ։ Որն եք տեսնում, ինչ պետք է փոխվի Հայաստանում, եթե դուք հանրապետության անվանում եք փոխում, դրանով չփոխվեց հանրապետությունը։ Դուք դա պարզապես անվանում տվեցիք։ Ինչ պետք է փոխվի խորքային, որպես իսկապես հռչակված անկախությունը, անկախ պետականությունը լինի անկախ, այլ ոչ թե կիսանկախ եւ անկախությունից ընդհանրապես զրկված, բայց անկախ հռչակված։ Գիտեք, անունը նույնպես ծրագիր է։ Նույնիսկ մարդկանց անունները, նավերի անունները, տիեզերանավերի անունները, դրանք ծրագիր են։ Դա գաղափար է, այսինքն նպատակ է։ Հիմա մենք կարևոր է, որ արդեն նպատակը հայտարարել ենք ազատ անկախ արդար Հայաստան։ Հիմա ինչքանով մենք կարողանանք դա իրագործել այդ ծրագիրը, կա մեծ բարեբախտություն, որ մեզ տրված է նաև գործառույթ, մեզ շրջապատող, քաղաքական իմաստով շրջապատող, աշխարհագրորեն չէ, վճռներ կայացնող, այդպես ասենք, երկրները, օրինակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունները ուզում են Հայաստանին տեսնել անկախ եւ գործոն, ոչ թե կից, ոչ թե տարվող չլինենք մենք, մեզ չտանեն անտանր կամ անապատ։ Մենք ինքներս դարձել ենք որոշող, մենք ուր գնանք այդ հանրաքվեի
այդ ստորագրահավաքի արժեքը դա էր, մենք որոշում կայացնելու կամք ունենք։ Այ հիմա ունենք գործընկերներ, օրինակ սրանից մի քանի օր առաջ Մերձավոր Արևելքի վերաբերյալ կատարվեցին կարևորագույն որոշումներ։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ մրցակից Ռուսաստանը համատեղ որոշում կայացրեցին այդ գազակոչված տարածաշրջանի վերաբերյալ։ Դա շատ հետաքրքիր է, նրանք այնտեղ մրցակից են։ Ու մենք այստեղ ես ինչի դա ինչ եմ ընդգծում, որ այս տարածաշրջանում կան երկու հնագույն ժողովուրդներ, որոնք պահպանել են իրենց պետականությունը։ Դա հրեական պետությունն է եւ հայկական պետությունը։ Հայկական պետությունը եւ հրեական պետությունը ստացել են այդ 5 պետությունների համագործակցության այդ ազդակը, որ նրանք համագործակցում են, այսինքն Հայաստանում մրցակցություն չկա կործանել Հայաստանը, թե պահպանել։ Այդ դա է կարևորը։ Այդ տեսեք, ռուս սահմանապահները որոշ հատվածներում Հայաստանի Հանրապետության ռուսական հենակետը զինվորական Հայաստանում եւ եվրոպական դիտորդները սահմանի մի այլ հատվածում։ Ուրեմն ռուսական տարբերակը, դրան մենք ասում ենք նոյեմբերի 9-ի տարբերակը, դա նույնպես Հայաստանի անվտանգության բաղադրիչներից մեկն է, որովհետեւ այդ Թուրան ծրագիրը դա հրաշալի ծրագիր է, հրաշք է, Թուրան ծրագիրը հրաշք է, դա ռուսական իմպերիան ժամանակին ստեղծել է Օսմանյան կայսրությանը զսպելու համար, այսինքն Լենգ Թեմուրի անվան Թուրան ծրագիր, այսինքն ղպչակներին եւ օղուզներին բախման բերելու ծրագիր է եղել։ Մենք միշտ ասում ենք, հա, միավորվեցին, մենք գիտենք Լենգ Թեմուրը եկավ սուլթանին վանդակի մեջ էր պահում, ոչնչացրեց օսմանցիներին, այսինքն ռուսները այդպիսի ծրագիր են ունեցել եւ նրանք իբր թե ընթառաջ գնալով Թուրան, այ համաթուրքականությանը, որ հիմա շեփորում են, ժողովներ են անում, հռչակագրեր են տպում, օղուզներն ու ղպչակները եղբայրացել են, ուկրաինացիները եւ ռուսները այսօր Դոնեցկում եղբայրացել են, կամ լեհերը եւ ռուսները։ Նույն բանն է, Լենգ Թեմուրը եւ օսմանցիները։ Ուրեմն մրցակցություն կար, տարբերակներ էին առաջարկել, հիմա պատկերացնում եք, որ ռուսները ասում են, որ մենք հրաժարվում, մենք առայժմ մեր տարբերակից, նոյեմբերի 9-ի տարբերակից չեն պնդում, զորքերը հանեցին Նագորնի Ղարաբաղից, հանեցին զորքերը, իրավունք չունեին հանելու, նրանք պետք է ապահովեին հայ էթնիկ հայերի անվտանգությունը, ավտոնոմ մարզի առնվազն իրենց հռչակած ավտոնոմ մարզի անվտանգությունը։ Դա իրենց շահից էր գալիս պահպանելը։ Այո։ Իրենց շահը, այսինքն իրենք իրենց շահը ոտնահարեցին։ Դուրս գալով։ Երրորդ հանրապետության մեխը, որից որ կախված էր այդ քարտեզը, հենց Նագորնի Ղարաբաղի վակրուկ Նագորնո Ղարաբաղը դա էր։ Այն քարտեզ, որ մենք ունենք, կոչում ենք երրորդ հանրապետություն, դա Նագորնի Ղարաբաղ մեխն է։ Այդ մեխը հանեցին իրենք, ուրեմն կորցրեցին իրենց գործառույթը տարածաշրջանում։ Ես հիմա հետ չգնամ 18-րդ, 19-րդ դար, երբ որ եվրոպացիները կոնկիստա են ասում, չէ՞, իսպանացիները, որ վերականգնեցին Իսպանիան, քրիստոնեական Իսպանիան դուրս մղելով մահմեդական արաբներին, մահմեդականներին դա կոնկիստա էր, ռեկոնկիստա, այսինքն դա դարձավ մոդա, ամբողջ միջնադարը եղել է, որ հետ գրավել քրիստոնեական տարածքները, ռուսների համար ուղղափառ բյուզանդական իմպերիայի տարածքները, իսկ մյուսների համար կից, մյուս քրիստոնյաները, ղպտիները, հայերը, այ դա էր այդ Երևանская область, Армянская область, Армянское царство պարտադրված էր Ռուսաստանին, ասում էր Բուլղարիան ուզում ես Բուլղարիան, ուրեմն լեգիտիմացնող բան կա, համակ, որտեվ
կաթոլիկները, բողոքականները եւ ուղղափառները համատեղ որոշումներ են կայացնում այժմ, ուրեմն ազատագրել նաեւ Հայաստանը։ Ես քիչ այդ խորացա, իսկ երրորդ հանրապետությունը դա Նագորնի Ղարաբաղն էր։ Ընդհանրապես սովետական միությունը քայքայվել էր, քայքայվում էր, դա արդեն որոշված էր։ Ես ձեզ ասեմ 1974 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը ինչ որ համալսարանի պայմանական ասենք որին ասենք Կալիֆոռնիայի ինչ որ համալսարանի պատվիրել էր սովետական Հայաստանում կոնֆլիկտների հնարավոր վիճակը։ Ու գիտեք ինչ, մի 10 տարի ես դա կարդացել եմ, բանում որ գալուց $25,000 տվել են ինչ են ստացել, կառավարությունը մսխում է փողերը, $25,000 արժեր այդ պատվերը։ Երկու տեղ էր նշված որպես դետոնատոր Նագորնի Ղարաբաղ եւ Ֆերգանա։ 1974 թվականին, ուրեմն ամերիկյան կառավարությունը ստացել էր փորձագիտական կարծիք սովետական միությունում այդ ասենք քաղաքացիական պատերազմի քայքայման դետոնացիան լինելու է Նագորնի Ղարաբաղում եւ Ֆերգանայում։ Հիմա մենք հավատարիմ մնացինք ամերիկյան այդ փորձագետների կարծիքին Նագորնի Ղարաբաղը սովետական միության եւ Ֆերգանան իդեպ քայքայման բան է, այսինքն երրորդ հանրապետությունը դա հակասովետական հակապերեստրոյկայի ծրագիր էր ու մեր պատից կախված է մինչև հիմա։ Մենք հակապերեստրոյկայի հակասովետական երրորդ հանրապետության քաղաքացի ենք այսօր։ Լեռնային այդ Ղարաբաղյան շարժումը հակասովետական էր, հակագարբաչովական շարժում էր ու մենք հիմա հավատարիմ մնացել ենք հակասովետականությանը եւ պերեստրոյկային։ Հիմա չորրորդ հանրապետությունը չպետք է այդպեսին լինի, ես որ ասացի համագործակցություն կա, օրինակ ռուսները վերադարձան, նախադասությունս երկար ստացվել, որ ռուսները աջակցություն հայտնեցին օգոստոսի 8-ի, ես ասում եմ մի օր ձգեիք 9-ին լիներ էլի, օգոստոսի 8-ի Ամերիկայում արդեն 9 էր, թե դեռ 7 էր, 8-ի ծրագրին, դա նշանակում է, որ նրանց մեջ կա համաձայնություն, որ Հայաստանը պետք է դուրս գա հակասովետական, հակագարբաչովյան պետության ծրագրից։ Մենք պետք է դուրս գանք այդ դրանից, ասենք դառնանք անկախ պետություն, մեր գործառույթը գտնենք, մեր գործառույթ ունենք, թե չէ, այդ գործառույթը այստեղ լինելն է ֆորպոստ, քաղաքակրթական, եթե կուզեք, բուժ կենտրոն, մարդասիրական կենտրոն, այդ իմաստով ֆորպոստ, արժի հրթիռներ հրետանի, սվիններ ունենալ լավ որակի, զինված ուժեր պետք է մենք ունենանք, որպեսզի կարողանանք ապահովել մեր գործառույթը, լինենք այստեղ հումանիտար ֆորպոստ։ Իսկ չեք կարծում, որ այո, փաստորեն դա է հիմնակարը, դուք ուզում եք ասել։ Հիմնակարը, որը կապահովի լիարժեք անկախություն, այլ ոչ թե վասալականություն Հայաստանի, հա։ Այո, տեսեք, անկախությունը մերոնք գրեհ կացնում են, չի ասում են, դե լուսնի վրա գնացեք, ընդեղ էլ չեք կարող, հենա մասկը արդեն Ես հակադրեցի, վասալ բառը օգտագործեցի։ Այո, գաղութ եւ անկախություն, այո, անազատություն եւ ազատություն։ Այո, մենք պետք է ազատ լինենք, որտեղ շատ ուժերի համար ենք մենք լինելու անհրաժեշտ։ Այ գործառույթը որն է, ճիշտ այնպես ինչպես միջնադարում այդ ռեկոնկիստան, որ ասացի։ Այսինքն վերագրավել։ Ներողություն, այլ կերպ ասած, եթե ես սխալվում եմ, դուք ինձ կուղեք։ Կարելի է ասել, որ դուք համարում եք, որ մեր այդ հիմնակարը, ես դա անվանում, հիմնակարը նրանում է, որ այստեղ, այս տարածքում հենց քրիստոնյա ազգ, քրիստոնյա պետություն, պետականություն, իդեմս հայերի, որոնք բնիկ են այս տարածքում, լինելը պետք է ոչ թե կռվախնձոր լինի,
այլ իրեն գիտակցեն, որ կռվախնձորությունը ոչինչ չի տալիս, ոչ մեկինը չի լինելու, այլ բոլորին էլ պետք է բոլորին չէ, հիմնական խաղացողները Միացյալ Նահանգներ, երևի Ռուսաստան, Թուրքիա, ես այդ եռանկյունին եմ վերցնում, Թուրքիային, Իրանին, Վրաստանին մենք չենք կարող ում խաղն է, ում կռվախնձորն է Հայաստանը։ Մենք երկրորդ անգամ երկրորդ հարցի համար շնորհակալություն։ Մի խոսքով կռվախնձորը թե պետք է գրեմ վերնագիրը դրեք Չէ, մենք քննարկում ենք, ճիշտ է։ Շատ հետաքրքիր է։ Տեսեք, մեզ անցած ասում են տարածաշրջանից դուրս չգաք։ Մենք տարածաշրջանում խորթ ենք։ Տարածաշրջաններ ռեկոնսկինտա, ինչի ասեցի, կոնկիստատորներին հիշեցի։ Ներխուժել են օտարները մեր տարածաշրջան, օտար մշակույթ, օտարությունն է ներխուժել այստեղ, այնպես որ մենք մնացել ենք, հավատարմությունը ժառանգությանը ինչի մասն է, մենք մնացել ենք, մենք և հրեաները, դա է հետաքրքիր, բա ինչի զուգահեռներ տարա, մենք և հրեական Իսրայել պետությունը և Հայաստանի Հանրապետությունը մնացել են հավատարիմ, դրսից եկել են այլ արժեքներ, այլ ծրագրեր են եկել, հիմա փոխշահավետության խնդիրը կա։ Ներողություն, այստեղ փակագծում այդ 5-ին նշեք էլի, որպեսզի առարկայական մենք տեսնենք դա ոնց որ մեր հարևանները նվաճող հարևանները եւ այլ կուլտուրա բերող հարևաններ, օրինակ բերեմ, որպեսզի մեր կապարանոց չլինի իմ խոսքը, 1600 տարի առաջ Հայաստանի արքան հայկական պետության Արշակ երկրորդ թագավորը հրամանագիր ստորագրեց, շատ հետաքրքիր է, աշտի շատ։ Քույրերի եւ եղբայրների մեջ ամուսնությունը արգելվում է, մերձավոր բարեկամների մեջ ամուսնությունը արգելվում է։ 1600, այսինքն արձանագրեց փաստը։ Մեր մոտ դա արգելված էր, հաստատեց, որ եղել է եւ չի կարելի թույլ տալ, որ մերձավոր ազգականները ամուսնանան իրար հետ։ Այս տարի գարնանը 1600 տարի հետո Ադրբեջանում նույն օրենքը ընդունվեց։ Տարբերությունը պատկերացնում եք 1600 տարի առաջ մեր մոտ դա օրենք է եղել, արգելված է եղել մերձավոր ազգ բացի Միկոյաններից։ Ինչու եք այդ օրինակը բերում, լավ, շատ հետաքրքիր օրինակ է, բայց ինչու։ Այս տարի գարնանը Ադրբեջանը այդ օրենքը ընդունեց։ Տեսեք ինչքան մենք տարբեր արժեքային համակարգում ենք ապրում։ Եվ հիմա լազերիկա ինչ-որ բաներ են գտել, հնարք են գտել ադրբեջանց, որպեսզի շարունակեն ամուսնացնել իրենց երեխաներին իրար հետ այդ ընտանիքները։ Բան են անում, որթեգրման ակտեն ընդունասում է, որ իմ քույրը չի, իմ զարմուհին չի։ Տեսեք, ինչքան օտար են, նրանց հիմա մենք նրանց հետ, կամ ուրիշ օրինակ բերեմ, մի քանի օր առաջ, իրենց սերունդների թեման է, ինչպիսի առողջ կլինի, թե ոչ, դա ինչու եք դա օրինակը բերում։ Օրենք է ընդունվել, տարբերության մասին է խոսքը։ Մենք ինչով ենք, հիմա մենք խոսում ենք Հայաստանը այս տարածքում, քրիստոնյա Հայաստանը։ Այս տարածքում տեսեք մի շաբաթ առաջ Իրանում, պարսկական պետությունում հայտարարեց, որ կինը մրցանակ չի տղամարդի համար։ Այսինքն կինը նույնպես մարդ է։ Մի շաբաթ առաջ հայտարարեցին։ Հիմա մենք դրանց հետ ինչ հարաբերությունների մեջ պետք է լինենք։ Մեր համար երբ է եղել կինը մրցանակ։ Կինը մեր բոլոր սուրբ, առաջի առաջի հեղինակությունները եղել են կին։ Դուք դա ընդգծում եք, որպեսզի ցույց տաք առաջատար, առաջու հետ չէ։ Առաջու հետը թողնում եմ մի կողմ։ Մենք տարբերվում ենք տարածաշրջանի ժողովուրդներից։ Հրեաներն էլ այնտեղ են տարբերվում։ Իրենց շրջապատի պետություն, դրա համար մենք արտատարածքային պետությունների հետ կարող ենք համագործակցել, այսինքն պարտադիր է, որ Եվրոմիության դիտորդները լինեն մեր սահմանի վրա, պարտադիր է, որ մեր տնտեսական հարաբերությունները լինեն Եվրոպայի ու Ամերիկայի, Հարավային Կորեայի հետ, այսինքն երբ որ մեր հարևանները, որ
ամուսնացնում են իրենց երեխաներին հարազատ իրար հետ, որ կնոջը համարում են պրիզ, մրցանակ, ոչ թե մարդ, այ մենք նրանց չպետք է լսենք, նրանց արժեքային համակարգը չպետք է ընդունենք, այ բարի դրացիական հարաբերություններ, որը ես կարծում եմ, որ խիստ անհրաժեշտ է, որ մենք պահպանենք մեր գործառույթը որպես օջախ, որպես կղզի քաղաքակրթական այստեղ, մերոնք այնտեղ են, մերոնք մեր հարևաններից հետո են, մեր մերձավոր հարևանները յուրային չեն, Թուրքիան յուրային չի, որը որ 3 ժողովուրդ առնվազն, հնագա, տեսեք, ասորիներին և Պոնտոսի հույներին, տեսեք չեմ ասում է հայերին, Բա Պոնտոսի հույներին, տրոյացիներին կարելի էր ոչնչացնել ֆիզիկապես, բա ասորիներին կարելի էր ոչնչացնել ու մինչև հիմա չի ճանաչում իր հանցագործությունը, ներողություն չի խնդրում առնվազն, բա հին, ես որ ասեցի մենք ենք մնացել, մենք և հրյաները, բա ասորիները մնացած չլինեին, փոքր ասորեստան, գոնե ավտոնոմ մարզ թուրք Օսմանյան կայսրության հանրապետությունում այսօրվա թուրքական, տեսեք ինչքան տարբեր ենք, բա ոնց մենք կարող ենք Թուրքիայի հետ լինել նույն արժեքները կրող, ասորիներին ոչնչացնող, Պոնտոսի հույրերին ոչնչացնող ֆիզիկապես, երկրի հետ մենք ինչ հարաբերություններ, առնվազն առևտուր գնալ գալ, ոչ, մենք չենք կարող ընդունել դա, մենք չենք կարող ողջունել, մենք չենք կարող խրախուսել գենոցիդը, մերի մասին չեմ խոսում, Այսինքն դուք նկատի ունեք վերցնում եմ սա, բայց հետո վերադառնալու եմ այնուամենայնիվ իմ հարցին, գովազդից հետո երևի։ Եկեք գովազդ հայտարարենք եթերում։ Այնուհետև շարունակենք այդ զրույցը, որովհետև նոր հարց որ տամ, այդքան կարճ չի լինի ձեր պատասխանը։ Գովազդը եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ եւ տեսնում եմ հեռախոսազանգեր կան, այս իմ հարցից հետո ես հնարավորություն կտամ ձեզ եւս ձեր հարցերը ուղղել մեր հյուրին գովազդի եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահակա խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ,
բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ Գերագույն խորհրդի պատգամավոր հասարակական գործիչ Ազատ Արշակյանի հետ ենք զրուցում։ Պարոն Արշակյան, գովազդից առաջ ձեր ասած մտքի, որպես մտքից բխող հարց, նշանակում է արդյոք, որ Թուրքիան, որը եւս ակտիվ իդեմս Թուրքիան որպես ակտիվ խաղացող տարածաշրջանում, նրա նպատակն է Հայաստանին կամ հայ ժողովրդին վտարել Հայաստանից կամ կլանել Հայաստանը եւ ասիմիլացնել հայերին, այո թե ոչ, Թուրքիայի մտադրությունը դա է թե ոչ, մյուս խաղացողների մասին խոսենք, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանին ես կնշեմ, եթե դուք 5 եք ասում, դուք կնշեք որն են այդ 5-ը, արդյոք Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանն էլ կարող եմ հիշատակել, բայց մշտապես եղել են եւ 100 տարի առաջ է եղել եւ նույն Միացյալ Նահանգները, նույն Ռուսաստանը մեր Հայաստանի հետ կապված հարց են իրար հետ քննել եւ պայմանավորվել կամ չպայմանավորվել, արդյոք նրանց նպատակը եւս հայերին դուրս վտարելն է կամ ասիմիլացնելն է, եթե ոչ, ապա ինչ է նրանց նպատակը Հայաստանը եւ հայերը։ Այսպիսով Թուրքիայի համար ինչ է Հայաստանը եւ հայերը, ինչ նպատակ է հետամտնում Թուրքիան եւ ինչով է հետաքրքիր կամ ինչ նպատակներ ունի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, նույն այս տարածաշրջանի ներողություն տարածքի նկատմամբ Հայաստան Հանրապետության նկատմամբ եւ դրա բնակիչների իդեմս մեզ հայերիս։ Թուրքիայից սկսենք։ Թուրքիան երկու ծրագիր ունի։ Թուրքական հասարակությունը այդ ճոճանակի մեջ է, տատանվում է Օսմանյան իմպերիայի այդ Թուրան այսինքն նվաճել նույնիսկ Միջին Ասիան։ Այդ Թուրանը թուրքերը այդպես են հասկացել, նվաճենք, վերադառնանք ույգուրներին, պատկերացնում եք Չինաստանին մարտահրավեր է Թուրան ծրագիրը նույնիսկ։ Ուրեմն մեկը դա է, որ իմպերիան վերականգնվի մինչև Իսպանիա։ Մյուսը, որ բավարարվել թուրքական պետության գոյությունով, ուրեմն եթե աշխատում է Թուրան ծրագիրը իմպերիական իմաստով, ուրեմն հայկական պետությունը այստեղ ավելորդ է, պետք չի, հայեր նրանց մոտ արդեն վաղուց է ընդունված եւ Սուլթանի օրոք եւ Աթաթուրքի օրոք, մենք բոլորս թուրք ենք, մենք բոլորս օսմանցի ենք, ուրեմն ասիմիլյացիան եւ ոչնչացումը դա պարտադիր է։ Երկրորդը Թուրքիայի համար շատ կարևոր է ունենալ անվտանգության գոտի, որովհետև Թուրքիան չի կարող այդ բեռը տանել, չունի Թուրքիան այդ ներքին էներգիան իմպերիա կառուցելու, դեռևս 200 տարի առաջ դատապարտված էր այդ Վիեննական կոնգրեսին Նապոլեոնին հաղթողների, Թուրքիան նույնպես հաղթողների մեջ էր, Նապոլեոնը նպատակ ուներ վերացնել Օսմանյան կայսրությունը, մի երկու անգամ էլ ջարդել է Եգիպտոսում, այսինքն որպես հաղթող նույնիսկ չհրավիրեցին, չհամարեցին, այսինքն համարեցին մեռնող հիվանդ պետություն, որ հարկավոր է լուծարել Օսմանյան կայսրությունը։ Վիեննայի կոնգրեսում 1825 թիվներ երբ էր, ուրեմն այսինքն թուրքական պետության լուծարման խնդիրը կա, նրան հիմա պետք է անվտանգության գոտով շրջապատել այդ հարաբերությունները Հայաստանի նման պետությունը որպես սահմանակից պետություն դա նվեր է Վրաստանը որպես սահմանակից պետություն Թուրքիայի համար դա նվեր է աշխարհագրական Հայաստանն ու Վրաստանը միասին չեն կարող ոչնչացնել թուրքական պետությունը մեր ռազմական պոտենցիալը տնտեսական մարդկային ռեսուրսը բավարար չի Թուրքիայի հանրապետությունը կործանելու համար այսինքն սա ապահովության գոտի է ճիշտ նույնը ինչ որ Ռուսաստանը ուներ Ռուսական իմպերիան էլ սկզբից մտավ որպես ռեկոնկիստա
վերականգնելու համար քրիստոնեական պետությունը, հետո հայտարարեց անվտանգության գոտի։ Ֆորպոստից մենք դարձանք անվտանգության գոտի։ Հիմա Թուրքիային, այդ Թուրքիային խիստ անհրաժեշտ են փոքր հարմար զարգացած խաղաղ պետությունները։ Այդ իմաստով Թուրքիան պետք է փայփայի Հայաստանի Հանրապետությունը զարգացող ինքնաբավ լավ պետություն պետք է փայփայի, որ մնա, որտեղ կգա Ռուսաստանը, կգա Լենգ Թեմուրը, այնքը պետք է դրա մեջ ընտրություն կատարի։ Տեսեք, մի կողմից Թուրքիան, նույնիսկ Վրաստանի մասին չխոսենք, Լավ, Թուրքիայի նպատակը հասկացանք։ Միացյալ Նահանգները։ երկու, նայած որ ուժը կհաղթի Թուրքիայում։ Եթե հիմա այսօրվանն է, սա վտանգավոր է։ Ներողություն կարելի է ճակերտներում ասեմ, իրական Թուրքիան թե պատմական Թուրքիան։ Մեր Նիկոլ Փաշինյանի խոսուտից Իրական ելնելով։ Թուրքիան եթե հաղթի, ուրեմն Թուրքիան կփայփայի Իսկ եթե պատմական Իսկ Թուրքիա։ պատմականը նշանակում է, որ մենք պետք է մեր վառոդը պետք է չոր պահենք եւ լավ զինված ուժեր Մենք ասում ենք դրա հետ լավ գործ դաշնակիցներ։ Բարի։ Հիմա դա հասկացանք։ Հիմա Միացյալ Նահանգներն է։ Լավ։ Գրանք այնտեղ Իրանի մասին խոսենք։ Իրանը մի քիչ ավելի ուշ, որտեղ Միացյալ Նահանգներն են Թրամփի ուղու հետ կապված գործարքի մեջ մեզ հետ։ Խոսենք էլ Ադրբեջանի ու Վրաստանին Անպայման կհասցնենք, բայց Միացյալ Նահանգների հաշվարկները։ Կարծիք ասեմ, նախագահը Իրանի հայտարարեց, որ Թեհրանից մայրաքաղաքը շտապ կարգով հարկավոր է տեղափոխել էկոլոգիական նկատառումներով, ոչ արդեն 100 տարի է դա քննարկվում է 1876 թվից թուրքական Գերդաստանը, թուրք Գերդաստանը պարսկական պետության մայրաքաղաքը տեղափոխեց թուրքական կենտրոն, Թեհրանը դա թուրքական է, դա թուրքական քաղաք է, պարսիկները հեռանում են Թեհրանից տեղափոխում են Պարսկաստան մայրաքաղաքը, սպասվում են մեծ փոփոխություններ Պարսկաստանում, այսինքն ինքը ներսում այնպիսի խնդիրներ ունի, որ նրան օդի պես այդ կամուրջը արահետը Իդեմս Հայաստանի Սյունիքի արահետը նրա համար թթվածնի ճանապարհ է, թթվածին է, այսինքն նրանք լուրջ խնդիրներ ունեն, ուզում են ունենալ լավ հանգիստ զարգացող խաղաղ Հայաստանի Հանրապետություն որպես հարևան եւ դրացի դաշնակից չէ, դա շատ խառն է։ Հիմա անցնենք հնգյակին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը արդեն հայտարարեցին, որ համաձայն են, որ Ամերիկան ներկա լինի Սյունիքում, որ այստեղ մեր կողբ գյուղում կա հրազդան գետի ձորում Ամերիկայի դեսպանատունը մի հսկայական բազա է, այսինքն Ամերիկա ամեն տեղ կա, մեր բանկերում Ամերիկան է, Ամերիկան ամեն տեղ կա, բայց որ Սյունիքում առանձին ինքը պետք է լինի, իր դրոշը պետք է այնտեղ լինի, դա Ռուսաստանը համաձայնությունը մեզ համար խորհրդանշական է։ Ռուսաստանը երկրորդ համաձայնությունը ասացի չէ, որ հրեական պետության համար աջակցեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ռուսաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կռիվ չեն անում Հայաստանում, նույնիսկ Մարիա Զախարովան է դա ասում, որ մենք չենք կռվի Հայաստանում ամերիկացիների դեմ, տանում են տանեն, բարով վայելեք։ Ֆրանսիան դեմ էր ավանդական դաշնակիցն է։ Երկաթգծերի դեռ բան կա։ Եթե ժամանակ թեմա կա, չենք հասցնի, բայց ասում եմ դեպակագծերում թող- կան կետեր, Ես- որտեղ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կարող են համագործակցել։ Այո, Անգամ։ նրանք եթե չհամագործակցենք, պետք է նրանք իրար միջուկային հարվածներ հասցնեն։ Իրանց Դե դա առանձին թեմա է, Ես հիմա իսկապես դա այնպես եմ խոսում մտավախությունների մեջ է Տիկին մեր որ մի մտնում։ անգամ էլ ինձ կանչեք։ Հա։ Տեսեք, հարցեր եմ թողնում։ Դե Ուրեմն սա մեծ թեմա է։ Բրիտանիան եւ Չինաստանը միշտ քվեարկել են կողմ այդ երկուսի որոշումներին համատեղ։ Այսինքն այդ հնգյակը կողմ է, եթե այդպես չլիներ, հայկական պետություն չէր լինի։ Ես ասում եմ, եթե անվտանգության խորհրդի գլխավոր պետությունները եթե անտարբեր լինեին Հայաստանի Հանրապետության նկատմամբ հայկական պետությունը գոյություն չեր ունենա։ Մենք պետք է իմանանք, հայկական պետությունը ունի գործառույթ նրանց հետ համագործակցության առումով։ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, հա, Ֆրանսիա, Չինաստան, Չինաստան։ Ամերիկա եւ Ռուսաստան, այն նրանք համաձայն են,
որ լինի, նրանք են գրել Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը։ Ամերիկացիներն են գրել ընդհանրապես, Ստալինն ու բանել ստորագրել են Չերչիլը։ Ուրեմն պարտադիր հայկական պետության գոյությունը պայմանավորված է նրանց բարի կամքով, նրանց բարի կամքի հետևանք է։ Ես ասում եմ, կոնկիստադորներ են նրանք այս դեպքում։ Ուրեմն մեզ համար շահեկան կլինի, նորից վերադառնանք, որպես քաղաքակրթական ֆորպոստ մարդասիրական լինել Հայաստանում, դա բոլորին հարմար է, որտեղ մեր հարևանները եւ Ադրբեջանը, եւ Իրանը, եւ Թուրքիան անկայուն պետություններ են։ Ես ասում եմ, մայրաքաղաքը տեղափոխեցին Ստամբուլից բերեցին Անկարա, հիմա էլ իսկ մյուսներն էլ Թեհրանից տանում են չգիտեմ ուր, դեպի Պարսկաստան իրենց սահմանները, անկայուն պետություններ են, մենք այստեղ կարևոր ենք։ Բացի դրանից, ես համարում եմ, որ մենք դրանով ենք տարբերվում մյուս կենդանիներից, գաղափարական խնդիր կա, մարդասիրական խնդիր կա, բոլորը գիտեն, որ հայկական պետությունը օրինական է, քրիստոնեությունը օրինական է, այսինքն չի կարելի ոչնչացնել, դա բոլորի համար է աղետ, հայկական պետության ոչնչացումը, դա աղետ է քաղաքակրթական։ Հայ ժողովրդի սփռվել է եւ հայոց լեզվի մահը, հայ գրականության, հայ երաժշտության, հեքիաթների, դրա մահը քաղաքակրթության համար մեծ աղետ է։ Այսինքն նրանք նաեւ գաղափարական նկատառումներով գաղափար ունեցող երկրները շահագրգիռ են, որ հայկական պետությունը լինի։ Մեր խնդիրն է օգտվել այդ հնարավորությունից։ Շնորհակալ եմ շատ ծավալուն պատասխանի համար, ունենք հեռախոսազանգեր, բայց այս պահին ես չեմ տեսնում ցավոք։ Իհարկե, հարցերս ինչպես շատ են։ Եկավ, չէ, սպասում են, վաղուց են սպասում, դրա համար ես հնարավորություն անպայման ուզում եմ տալ, այո, լսում եմ ձեզ, բարև ձեզ։ Ալո։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ ես խնդրում եմ հաջորդ հաղորդումների ժամանակ մեզ հերոստատիտողները մի քիչ ավելի ժամանակ տրամադրեք։ Եթե համարները գրել եք, ուրեմն մենք պետք է զանգահարենք։ Հա, երկրորդը խոսում ենք 4-րդ հանրապետության մասին։ Դա Նիկոլը մանիպուլյացիա է անում, որպեսզի նոր սահմանադրություն գրի, այսինքն փոխեն սահմանադրություն, որ պարտադրում է իրեն Ալիևը, այսինքն սահմանադրություն հայտարարում է 4-րդ հանրապետություն, դե 4-րդ հանրապետություն նոր սահմանադրություն տինում ունենա եւ նոր սահմանադրությունը գրելով փաստորեն այն բանալները պիտի վերացնի։ Հասկանալի, մի կրկնեք, պարզ է։ Ես պատասխանեմ ձեր հարցին։ Եվ երկրորդ հարցին։ Դուք ասում եք չգիտեմ ովքեր պիտի ընտրվեն, ես կարծում եմ դուք ինձ հետ համաձայն կլինի, որ նախկինները եւ ներկաները չպիտի մասնակցեն ընտրություններին, այլ դա երրորդ ուժը պետք է լինի։ Երրորդ ուժը, ովքեր որ նախկինների ներկաներին չեն աշխատել։ Շնորհակալություն։ Պիտի դաշին կազմեն, որ կարողանան հաղթել ընտրություններում։ Եթե նրանք դաշին չկազմեն առանձին հանդես գան։ նրանք չեն հաղթի։ Շնորհակալություն։ Դաշինքով Շնորհակալ եմ։ այդ ընտրություններին։ Շնորհակալ եմ հարցի համար, սիրով կպատասխանեմ։ Ուրեմն նախկիններ ու ներկաները ես այդպես չեմ բաժանում։ Իսկապես կան եւ նախկիններ եւ ներկաներ, բայց ես այլ ձև եմ հարցը դնում։ Ուրեմն անկախականներ եւ ճորտեր։ Այ մեր մոտ խնդիրը այդպես է դրա հայկական պետությունը պետք է լինի որևէ երկրի պրովինցիան, գաղութը, թե հայկական պետությունը պետք է լինի անկախ։ Ես ձեզ հետ որոշ իմաստով համաձայն եմ։ Այդպես չի կարելի բաժանել նախկիններ, ներկաներ, 3 4 օրը, վաղը չէ մյուս օրը կամ դրսից բերենք։ Ովքեր են համաձայն հայ ժողովրդի կամքը կատարելու։ Հայ ժողովուրդը արդեն իր կամքը հայտնել է, ստորագրահավաք ունի։ Հայաստանը անկախացնել։ Հայ ժողովուրդը այդպեսի թող հավաքեն 600,000 ստորագրություն լուծարել
հայկական պետության լուծարման մասին, եթե ստորագրություն կհավաքվեն, ես կասեմ ինչ կարծիք ունեմ։ Իհարկե դեմ եմ դրան։ Ուրեմն այսօր մենք ունենք մի ընտրություն, կամ Հայաստանը մնում է որպես հայկական անկախ ժողովրդավարական պետություն, կամ մնում է բռնապետություն եւ ինչ որ պետության կցորդը։ Պարոն Արշակյան, այստեղ հարց է բարձրացվում երրորդ ուժի։ Կա մտավախություն, որ երրորդ ուժ իրենց հռչակած որոշ քաղաքական գործիչներ, ուժեր, նրանք աֆիլացված են նախկինների կամ ներկաներին, բայց չերևացող ընդհատակյան։ Այսինքն հանրությունը պետք է դեռ կարողանա նաև զտել, հասկանալ իսկապես, դուք ասում եք լուստրացիա արվեց։ Այդ լուստրացիա կոչվածը, այսինքն բացահայտում կոչվածը դեռ արժևում է, որովհետև երրորդ ուժ իրենց ներկայացնողներից շատերը այդպիսի խոսույթներ կան, այսպիսի մտավախություն կան, նրանք կապ ունեն նախկինների ներկաների մեջ։ Անձամբ կա այդպիսի խնդիր, այսինքն իսկապես լուստրացիա, այսինքն բոլոր քաղաքական ուժերը, որոնք ներկայանում են եւ հայտ են ներկայացնում մասնակցության, պետք է հանրությունը ճանաչի ով է։ Եվ երկրորդը, ինչ ասեց, նախամաձայն եք դրա հետ, թե ոչ, եւ երկրորդը, ինչ մեր հեռուստադիտողը ասեց, երրորդ ուժերը պետք է դաշինք կազմեն։ Այո, այդպիսի, որովհետև առանձին գնալով ասում են նրանք հաջողության չեն հասնի։ Երրորդ ուժեր կոչվածը համարենք, որ մաքուր ազնիվ մղումներով իսկապես ոչ աֆիլացված են, իսկապես երրորդ ուժ են, ճիշտ են, սխալ են, ուժեղ են, խելացի չեն, դա այլ հարց է։ Երրորդ ուժ են, նոր թարմ ուժ են, ուզում մարդիկ տեսնել։ Ինչ եք կարծում, այդ երրորդ ուժը մաքուր վերցնում ենք արդեն լուստրացիա արված։ Դաշինք կարողանալու են կազմեն Հայաստանում, դա նորմալ պրակտիկա է, այսպես հնարավոր պրակտիկա է, թե այնուամենայնիվ խիստ կասկածելի է կկարողանան դաշինք կազմել, թե չէ։ Դա կասկածների ենթադրությունների մակարդակում է, հասկանում եմ, բայց ձեր անձնական կարծիքը։ Ես կրկնեմ շատ կարճ, բաժանարար գիծ կա, գաղութարարներ, հակապետականություն եւ պետականություն։ Երկու մասի է բաժանվում, ընդհանրապես պայքարը դա է այսօրվա, օրակարգը դա է։ Պրովինցիա, գավառ, ծայրագավառ, թե անկախ ու ազատ ժողովրդավարական պետություն։ Երկու ուժեր կան։ Հիմա երրորդ ուժ ինստիտուտը դա հեշտ է պարզել։ Ընտրությունների մասին օրենքով եւ կուսակցությունների մասին օրենքով կարելի է միավորել։ Այսինքն Չէ, գաղափարակից պետք է լինեն, որ միավորեն։ Գաղափարի շուրջ, օրենքով ոնց միավորվեն։ Օրենքը թույլ է տալիս, բայց գաղափարակից տեսեք, ես ասում եմ, մի գաղափար կա։ Այո, ոչ սև սպիտակ։ Այսօր օրակարգը դա է։ Մեր օրակարգը դա է։ Այդ դեպքում ինչու չեն միավորվում։ Էկոլոգներ էլ կան եւ բազմաթիվ ճյուղեր կան, բայց նրանք համար խնդիրը դրված է աչ թե ձախ, սև թե սպիտակ, ազատություն թե բռնություն։ Ուրեմն նախ եւ առաջ դա։ Հիմա նրանք որտեղ են տեղավորվում։ Ես կասկածում եմ, որ երրորդ ուժ, երբ որ մենք ասում ենք, դրանք քողարկված ընդհատակյա հակառակորդներն են անկախության եւ ազատության։ Ինչի երրորդ ուժ։ Հենց դուք դարձեք առաջի ուժ։ Այդ ուժը, որը որ ունի ծրագիր ազատության եւ անկախության, դա դառնա առաջի ուժ։ Բաժանումը գաղափարապես եք տեսնում։ Այո, գաղափարի շուրջ պետք է հավաքվեք։ Գաղափարի շուրջ եք տեսնում եւ առաջին հարցնում է, ասում է դուք նոր հանրապետություն եք հռչակել, որովհետեւ նոր սահմանադրություն է ուզում ընդունել։ Ես ուզում եմ հարցնեմ, արդյոք ցանկացած պետության մեջ եթե նոր սահմանադրություն են ընտրում, պետք է նոր պետություն հռչակեն։ Համարակալված է։ Եթե սահմանադրությունը էական փոփոխությունների է ենթարկվում։ Չէ, նա ասում է նոր սահմանադրություն ենք ընդունում։ Դա այսինքն նոր սահմանադրությունը իսկապես նոր հանրապետություն է, կամ միապետություն է, կամ բռնապետություն է, նայած ինչ բովանդակություն կունենա այդ սահմանադրությունը։ Անձամբ ես իրավունք ունեմ, ուղիղ 10 տարի առաջ ասում եմ, որ այս սահմանադրությունը խոտան է։ Ես մասնակցել եմ այո ոչին եւ միշտ քննադատել եմ, ասել եմ, որ կործանարար սահմանադրություն է, դա չի կարող զարգացման սահմանադրություն լինի։ Բայց հասարակության մեջ տվյալ դեպքում ասում են նոր սահմանադրություն է կընդունում, որպեսզի Ալիևի պահանջներին տուրք տակ եւ այլն։ Տեսեք, ես ասում եմ, որ 2015 թվականին կար մի հսկայական զանգված մասնագետների, որոնք ասում են, որ սահմանադրությունը լավը չի։
Չի կարելի այսպիսի սահմանադրությունով երկիրը կառավարել։ Այդպիսի ուժեր եղել են Ալիևից առաջ, Ալիևը չգիտեր, որ սահմանադրություն է մշակվում Ես Ալիևը Հայաստանում։ վերաբերում է միայն մեր Այսինքն դա նախաբանին, նույնպես Ալիևի հնարանք է, այսինքն որ Հասկանալի։ օրակարգ են մտցնում Ալիևին, ընդհանրապես անունը մի տվեք։ Ինչ եք դուք բերում Ալիևին մեր սեղանի շուրջը նստացնում։ Սահմանադրությունը պետք է փոխվի, սահմանադրությունը պետք է էական փոփոխություններ բերի մեր կյանքում սկսած անկախությունից։ Պետք է հանվի 205 հոդվածի նման հոդվածները, ուրեմն նոր սահմանադրությունը, նոր հանրապետություն։ Հասկանալի։ Այո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ Տիկին Նորաքելյան, բարև ձեզ պարոն Բարև ձեզ։ Գիտեք, պսիխոթերապիան կարծում եմ ոչ միայն ձեր համար է, այլև ձեր հետ խոսալը մեր շատերիս համար պսիխոթերապիա։ Շնորհակալություն։ Գլենդելու մեր մոտ կյանքը այնքան էլ զատ չէ ստրեսից։ Ուրախ եմ նորից ձեզ տեսնալու նետապանի եթերում։ Հարցս ձեր մի արտահայտության մասին էր, որ նոյեմբերին մասը եղել Հայաստանի անվտանգության եւ որ Ռուսաստանը, միգուցե սխալ հասկացա, որ Ռուսաստանը եւս պետք է իրենց Հայաստան, անկախ Հայաստան ունենալը։ Կուզենայի իմանալ կամ հստակեցնեք, արդյոք դուք իսկապես գտնում եք, որ նոյեմբերի 9-ը մեր անվտանգության մաս էր, հիշեցնեմ պարզապես, որ նոյեմբերի 9-ով ռուսները պետք է տեղակայվեին Սյունիքում, որ ջերմուկի հարձակումը Ադրբեջանի կողմից արդեն թույլ տրվեց ռուսների կողմից, եւ նաեւ հիշենք, որ Ռուբեն Վարդանյանը Ուկրաինայի ներխուժումից հետո ասաց, ոնց անենք, որ դառնանք Թաթարստան։ Ակնհայտորեն շատերիս համար Ռուսաստանը ուզում է, որ մենք գուբերնիա լինենք։ Կուզենայի իմանալ, Ուկրաինան կլանել փորձող Ռուսաստանը ձեր կարծիքով իսկապես հետաքրքրված է անկախ Հայաստանով։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես ձեր մտահոգությունը կիսում եմ։ Ռուսաստանը եթե Ռուսաստանի կամքով լինի, նա ընդհանրապես աշխարհակագրավի, հիշեք, սրանից ուղիղ 100 տարի առաջ 23 թվականին նրանք Գերմանիայում 23 թվականին Գերմանիայում հեղափոխություն էին կազմակերպում, գրավում էին Գերմանիան 23 թվականին։ Այսինքն Ռուսաստանի նպատակը ոչ թե անկախ Հայաստանն է, այլ կլանված Հայաստանը նրանց համար, բայց Ռուսաստանի կամքով չի, նրա թաթիկներին կարեմ այդպես ասել խփում են, օրինակ Վուդրո Վիլսոնի նման մարդիկ կան։ Վուդրո Վիլսոնը եւ Տրամպը իմիջիալոց դավանակիցներ են, որպես ամերիկացի ձեզ ասեմ։ Ուրեմն երկուսն էլ Հայաստանի տեղը չգիտեին, բայց քրիստոնեական պետության անվտանգության համար նրանք պայքարում էին։ Այսինքն Ռուսաստանի կամքով չի, նրան թույլ չեն տալիս։ Եթե բոլորովին վերջերս 1990 թվականի նոյեմբերի 23-ին Ռուսաստանին նստացրեցին իր տեղ, ասեցին 14 հանրապետությունները պետք է ազատվեն, բաց թող փարավոն մեր հայրենիքը, ուրեմն պարտադրեցին Արևմուտքը Ռուսաստանին պարտադրեց գնալ ինքնալուծարման, այնպես որ Ռուսաստանի ուզելով չի Հայաստանը գրավի Ուկրաինան, դե գրավի, դե թող գրավի Ուկրաինան, չի կարող նաև Հայաստանը զրկել անկախությունից, ունի ցանկություն, բայց ինքը ամեն անգամ ինչ որ կստացվի, այդ գաղափարն է աշխատում, ինչ որ կստացվի։ Հիմա ինքը խոսում է Հայաստանին աջակցելու մասին, բայց մտքում ունի Մայակովսկու բանաստեղծությունը պետք է հիշեք։ Այսպես ասում ենք, այնպես հասկանում ենք։ Նրանք իհարկե ուզում են գրավել, բայց նրանց պարտավոր են ճանաչել Հայաստանի։ Պարտադրում են։ Այո, պարտադրում են ճանաչել։ Պարոն Աշակյան եւ սիրելի հեռուստադիտողներ, այս պահին ավարտվեց մեր եթերաժամը, բայց ես տեսնում եմ զանգեր կան, եթե տեսնեմ էլի զանգեր կլինեն, ես ձեզ կհորդորեմ Patreon-ով շարունակել հեռուստա մեր հաղորդումը դիտել, ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարին ընձեզ, հիշեցնեմ, որ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էր մեր զրուցակիցը, իսկ ով կշարունակի դիտել մեր հաղորդումը մեր Patreon-ով, ուղիղ հեռարձակմամբ մեր Patreon-ով, ես կընդունեմ հեռախոսազանգ եւ պարոն Արշակյան կխնդրեմ շարունակել պատասխանել հեռուստադիտողների ժամերին, հարցերին, ցավոք սրտի իսկապես իմ եթերաժամը չհերիքեց, որպեսզի եւ մենք զրուցենք եւ շատ հնարավորություն տանք։ Ուստի ես այդ հնարավորությունը տալիս եմ հեռուստադիտողներին ձեզ հարց ուղղելու։ Լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։
Բարեձեզ, ուրեմն ես սիրելի Գոհարակելյան Գայանե։ շատ գոհ եմ, որ դուք վարում հաղորդավարը ձեր խելացի եւ ճիշտ կարևոր հարցումներով ձեր հյուրերին, ինչպես մեր սիրելի Տիգրան Հարությունյանը եւ շատ եմ հարգում Ազատ Արշակյանին, ափսոս միշտ ուշ եմ միացում, երեքա շատ կարճ հարցում ունեմ, որ Համեցեք։ Ես ռոբետ մեկ ռոպե կտևի։ Ուրեմն առաջինը, որ այդ գարուն երբ որ գալիս է մոծակները շատանում են, ընտրություններից առաջ մեր կուսակցությունները այդպես շատանում են, որ ալիգարխները, քոչերան, սերժական 10,000 դնում են կամ դրանք փողերով դրանք բերում են։ Ես ուզում եմ, որ պետք է կամ նոր կանոնադրության մեջ, սահմանադրության կամ մի օրակարգ անի նոր իշխանություն, եթե 50-ից 100,000 անդամ չունեցավ կուսակցություն, ունա չի կարող կուսակցություն լինի, որտեղ այդ կուսակցությունը ժամանակ անցկացնելու կամ տներից դուրս գալու ժամանակ անցկացնելիս բաներ են։ Հարց։ Երկրորդ հարցը Չէ, առաջին հարցը ես չլսեցի։ Ներողություն առաջին հարցը։ Որ կուսակցությունը եթե մինչև 50-ից 100,000 անդամ չունեցան, նա կուսակցություն չկարա դառնա։ Այդ պետք է այդ օրենքան պայմանն են։ Լավ։ Հասկանալի է, երկրորդ հարցը։ Երկրորդ հարցը համեցեք։ Երկրորդ հարցը, որ այդ Թրամփի ուղին շատ կարևոր է մեր Հայաստանի ապահովության, ռազմական եւ ապահովության, տնտեսական զարգացման եւ ամբողջ աշխարհը որպես Հայաստան եւ Արմենիա, որ իմանա, որովհետեւ երեմի 5-10%-ը գիտի Հայաստան, Թուրքի բանի միջոցով, այսպես 90%-ը ամբողջ Հայաստանը կիմանա եւ ավելի հզոր Լավ, դա հասկացանք։ Եվ երրորդ հարցս, որպես մեր սիրելի Ազատ Արշակյանը, որպես հին պատգամավոր, երկար տաղանդավոր, էքսպերիանս ունեցող, փորձ ունեցող, անվախ, հերոս, հայրենասեր, նոր իշխանությունները, ով որ կլինի հինը կամ նորը, անպայման իրան ընդերկեն, որպես խելացի, շատ փորձ ունեղածավ իր խելացի խորհուրդներով Հասկանալի։ նոր իշխանություն Շնորհակալություն։ Երրորդ հարցն էլ երևի պատրաստվում եք արդյոք, եթե իշխանությունները համահունչ լինեն գաղափարով, ես թոշակառու եմ մասնակցել, այո, կառավարման մեջ երկրի անկուսակցական լինելը եւ անպատասխանատու քաղաքական գործիչ լինելը։ Թոշակառուն այդպիսի բան է։ Շատ հետաքրքիր հարցեր էին, իրոք հետաքրքիր էին։ Քաղաքական կուսակցությունների մասին օրենքով մենք գաղափարակից ենք հարց տվողի հետ հարգելի։ Անպայման պետք է պայմաններ դրվեն, ցենզ պետք է դրվի առնվազն։ Այսինքն, քանի որ Հայաստանում կան 2000, կարծեմ 200 տեղամաս ընտրական, ուրեմն օրենքը տրամաբանություն եմ ես ասում, ինչպիսի տրամաբանություն պետք է ունենա, յուրաքանչյուր տեղամասում քաղաքական կուսակցությունը պետք է ունենա առնվազն 3 հոգի, 5 հոգի, 10 հոգի պետք է յուրաքանչյուր, այսինքն 2200 կամ 500 տեղամասը բազմապատկած 3-ով կամ 5-ով, այսինքն այդքան այդ անդամների թիվն եք դուք արդեն ասում, որոնք պետք է այդ օրը ներկա լինեն բոլոր տեղամասերում, գոնե առնվազն դա պետք է ունենա։ Բազմապատկենք 2500-ը բազմապատկած 5-ով, ուրեմն այդքանը առնվազն, դա կլինի, այո, դա օրենքով պետք է դա գրվի, քաղաքական կուսակցությունը արդարադատության նախարարությունում գրանցվում է եւ մասնակցում է քաղաքական կամպանիաներին, եթե ցանկը ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմիններում գրանցված քաղաքական կուսակցության անդամները չպետք է ծպտված լինեն, պետք է գնան գրանցվեն, ասեն, որ մենք, այսինքն հանրապետական ենք, մենք դեմոկրատ ենք։ Այսինքն, այսպես ձևակերպենք, որպեսի ընտրություններին մասնակցի որևիցե ուժ, այն պետք է գրանցվի որպես կուսակցություն։ Բայց հիմա այդ օրենքը, այդ դրույթը ուրեմն մենք հաստատել ենք, բայց կուսակցությունների նկատմամբ պահանջները չենք կարողացել ճիշտ կեղծ մասնակիցներ այսուհետև մենք ունենք կան, որ ունեն եւ ստացվում է, որ ընտրությունների գնում են կեղծ քաղաքական կուսակցություններ, այսպես ասած։ Ես համաձայն եմ ձեզ հետ հարգելի
Այսինքն պետությունը անելիք ունի Այո, այս ուղղությամբ։ պետությունը պետք է կանոն դնի, այդ կանոնը պետք է պարտադրի նախ գրանցվեն, դա հակադեմոկրատական չի, ես ասեմ կրոնական կազմակերպությունները նույնպես պետք է գնան գրանցվեն, ովքեր կաթոլիկ են, ովքեր Լավ, բողոքական են։ երկրորդը Թրամփի ուղին ասում է լավ է, շատ ճանաչում են լավ է, հայ։ այո։ Ամերիկայի ներկայությունը ընդհանրապես վատ բան չի այսօր։ Աշխարհի շատ Բայց այստեղ պետությունը չի ներկա, ճիշտ է, այստեղ հայ Չէ, ամերիկյան։ ամերիկացիների Բայց դուք ասում եք դրոշը եթե կա, արդեն դա ոնց է, օրինակ ռուսական սապոկ են ասում, չէ։ Ես չգիտեմ ամերիկացիներին է ինչ։ Դրոշ։ Դրոշը։ Ամերիկայի դրոշը մեզ վնաս չի, առնվազն վնաս չի, իսկ այստեղ ուղղակի մեր երկրի անվտանգությանը իդեպ երբ որ ասում են Իրանը բանը ոնց է կհամաձայնվի իր սահմանի վրա, արդեն 70 տարի է Իրանի սահմանի վրա ամերիկյան բազան նստած է, ՆԱՏՕ-ի անդամ ամերիկյան ինջիլիկի բազան, ամերիկացիները Իրանի սահմանի վրա նստած են, կանգնած են, լողում են, ամեն ինչ անում են Իրանի սահմանի վրա, այնպես որ այդ փաստարկը, որ Մեղրիին թույլ տալով մենք Իրանին սպառնում ենք, ամերիկացիները Իրաքում չեն սպառնում, Սիրիայում չեն սպառնում, ծովերում չեն սպառնում, Թուրքիայում իրենց բազայով զորքերով չեն սպառնում։ նույն Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ չի սպառնում։ Հենց Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, էլի։ Այդ մանկակ, այսինքն ինչքան ցածր մակարդակի բաներ են նիզակներու նետեր ուղարկում։ Երրորդ հարցը։ Երրորդին դուք սկզբից պատասխանեցիք, երբ որ հարցրեցին, ասեցին, եթե ձեզ լավ կլինի, որ ձեզ հրավիրեն, ձեր փորձը, ձեր գիտելիքները։ Ասում եմ, խոսում եմ ու ոչ ոք ինձ չի կանչում, նկատողություն չի տալիս, շարք չեն կանգնացնում։ Դա էլ է հետաքրքիր, իմ տարիքում հարմար չէ տողանում կանգնել եւ վիգորը ստանալը։ Պարոն Արշակյան, այսպեսով ավարտում ենք մեր այս զրույցը, շատ շնորհակալ եմ, շատ հարցեր բարձրացան ձեր խոսքից, դուք ցանկություն հայտնեցիք մի քիչ ավելի հաճախ լինել մեր տաղավարում, եթե այդ ցանկությունը հաստատում եք, ես մեծ սիրով։ Հաճախը պարտադիր չի, բայց այնպես անենք, որ միշտ մի բան մնա ասելու։ Միշտ Սիրով կլինի, կգամ, միշտ հենց որ կլինի, հրավիրեք։ որովհետև դժվար փոթորկոտ ժամանակներ ենք ապրում եւ խնդիրները, Ըստ անհրաժեշտության։ որոնք պարզաբանման, մեկնաբանման կարիք կա, հասարակությունը դրա կարիքը ունի, միշտ կա։ Այժմ համենայն դեպս այդպես է։ Շնորհակալ եմ այսօր զրույցի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Ազատ Արշակյանն էր մեր զրուցակիցը, Գերագույն խորհրդի պատգամավոր եւ հասարակական գործիչ զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ընձեզ եւ լավ օր։